Աշխարհը շարժման մեջ է, իսկ թե ինչպես է շարժվում աշխարհն իր շուրջ եւ իր ներսում, պատկերում է երիտասարդ նկարիչ Դավիթ Սողոմոնյանը։ Նրա ստեղծագործական ընթացքին շատերն են ծանոթ սոցիալական ցանցերից, սակայն առաջին անհատական ցուցահանդեսը երիտասարդ նկարչի ապրումների, մտորումների եւ որոնումների ամբողջական պատկերն է բացում։ Նկարները նրա մասին են, ինչ է մնում ներսում, երբ ամեն ինչ շարժման մեջ է, եւ նկարների մեջ իմ մտքերն են ստեղծագործական ձևով ներկայացված։ Առաջին ցուցահանդեսի համար նախատեսված աշխատանքները Դավիթը բծախնդրորեն է ընտրել։ Թեմատիկ ցանկում ներառել է հայրենիքը, բնությունն ու սերը, իսկ առանցքում դրել է մագնիսականություն խորագրով շարքը, 3 նկար սիրո, դժվարությունների եւ երջանկության մասին։ Դուբայում կայացած արևելյան բազե մշակութային մրցույթում հենց այս շարքն է հեղինակին բերել Grand Prix։ Առաջին փուլը նկարի վերնագիրը հեռու բայց մոտ ներկայացնում է սիրո առաջին շրջանը, երբ զգացմունքը կա, բայց այն առաջացել է ընդամենը մի հոգու մոտ։ Այնուհետև արդեն երկրորդ նկարն ենք տեղափոխում ձգողականությունը սեր խոչընդոտների մեջ, երբ որ արդեն երկուսը զգացմունք ունեն իրար հանդեպ, բայց հասարակությունը, վախերը եւ այլ շատ հանգամանքներ խանգարում են երկու հոգու իրար լինելու, եւ այս բոլոր ձեռքերը խորհրդանիշն են այդ դժվարությունների, որոնք զույգը հաղթահարում է երջանկության հասնելու նպատակով, եւ վերջին նկարը կապվածությունը, վերջին շրջանը եւ փուլն է սիրո, երբ արդեն սերը անցնում է բոլոր բարդությունները եւ հասնում է վերջնական կապվածությանը, որը հավերժ է մնում։ Ցուցահանդեսին երկար ու պատասխանատվորեն է պատրաստվել ոչ միայն ինքը երիտասարդ նկարիչը, այլև նրա ողջ ընտանիքը։ Առաջին ցուցահանդեսը հայրենի գավառում բացելը լավագույն սկիզբն են համարում։ Հպարտանում եմ իմ տղայով, կշարունակի երևի այդ իր սկսած գործը, իշա մեր ազգաբնակության, իշա մեր հայրենիքի շատ խորիմաստ նկարներ ունի։ Դավիթի ստեղծագործություններին ծանոթ եւ անծանոթ այցելուներին գրավում են երիտասարդ նկարչի ասելիքի անկեղծությունն ու գույները, դիտում են, քննարկում, լսում հեղինակի մեկնաբանությունները։ Ուղղակի հիացած եմ եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ։ Մեծ հաջողություններ եմ մաղթում մեր երիտասարդ նկարչին։ Հիմնականում ես այս ամբողջ ցուցահանդեսի պատկերված նկարներից զգացի կարոտ, հայրենասիրություն եւ սեր առկյանք։ Եվ ասեմ, որ նկարները կարծես թե հնչում են։ Ամեն նկար ունի իր յուրովի մեղեդին ու շատ հետաքրքիր է, շատ գրավիչ է, ես հիացած եմ, շնորհակալություն Դավիթին։ Օրինակ հայի սիրտը այստեղ որտեղ արգանդի մեջ ծնվող մանուկի ճիճն է հոգու, սա կարծում եմ Դավիթի հոգեվիճակի վառ արտացոլանք է, այնտեղ ձգողականությունը, մեկը մյուսին լրացնող, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը կարմիր թելի պես տանող եւ ամենակարևորի մասին, որ այս ամբողջը գալիս է հանրագումարի բերելու, այն է, որ ստեղծագործ մարդու մեծ թռիչքի պատրաստ, թևերի այսպես ճախրին պատրաստ եւ մեծ բարձունքներ նվաճելու ակնկալիքով եւ համարձակությամբ երիտասարդ է։ Խոստումնալից ապագա ունեցող նկարիչ, ում անունը դեռ հնչելու է հայրենիքի սահմաններից դուրս։ Սա արվեստասերների կանխատեսումն է ու բարեմաղթանքը Դավիթ Սողոմոնյանի ստեղծագործական ընթացքին, իսկ երիտասարդ նկարիչը խոստանում է 2027-ին վերադառնալ արդեն առավել ծավալուն ցուցադրությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։